Բարի երեկո արգելի բարեկամներ, հարգանք թերես ձեզ, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար, այսօր մենք ձեզ հետ քննարկելու ենք բավականին կարևոր ակտուալ թեմա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերին եւ վերջին շրջանում ցավալիորեն զինված ուժերում արձանագրվող մի քանի ողբերգական դեպքերի, որոնք ավարտվել են մահվան ելքով, տարիների մասնագիտական աշխատանքը, գործունեությունը, զինված ուժերի բազմաթիվ զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու, զինված ուժերի հիմնախնդիրներին մոտիկից ծանոթանալու իմ փորձից ելնելով, ես որոշակիորեն նաև ակադեմիական համատեքստում ինձ համար առաջին հերթին կուտակել եմ գիտելիքներ, նաև փորձառություն փորձ, որոնք փորձում եմ ժամանակի ընթացքում ըստ անհրաժեշտաբար կիրառել, օգտագործել զինված ուժերի, զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Ես էլ որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի բավականին բուռն եմ արձագանքում զինված ուժերում մահվան ելքերով որևէ իրադարձությանը։ Այսօր առավոտյան էլ մենք լսեցինք հերթական բոթը, որ զինծառայցի կողմից արձակված կրակոցից սպանվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթադրաբար պարտադիր ժամկետային զինծառայող եւ իմ պարտքս համարում այսօր ձեզ հետ կիսվել մի տեղեկությամբ, որի մասին ես դեռևս հրապարակել եմ 2000 թվականի փետրվարի 19-ին, երբ դեռևս այն ժամանակ Արցախյան աղետալի պատերազմը չէր սկսվել, երբ դեռևս մեր պետությունը, մեր զինված ուժերը բոլորովին այլ իրավիճակում էր, այլ իրադրություններ եւ ըստ էության, բայց սակայն 2020 թվականի փետրվար ամսին եւ ընդհանրապես 2020 թվականի հունվարից սկսվել էին զինված ուժերում կրկին մահվան ելքերով դեպքեր էին արձանագրվում եւ ես իմ պարտքս համարեցի հրապարակայնորեն մի տեղեկատվություն հրապարակել, որ փակ նամակ եմ ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին զինված ուժերում տեղի ունեցող մահվան ելքերով դեպքերի հնարավոր պատճառների, զինված ուժերում տիրող բարքերի, ոչ ֆորմալ ինստիտուտների, հանցավոր բարքերի, այսպես ասած ոչ կանոնադրական հարաբերությունների հաղթահարմանը միտված։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում վերջին շրջանում իսկապես տեղի ունենում ողբերգական իրադարձություններ, սիրելի բարեկամներ, ես հարկ եմ համարում հենց այսօր հրապարակել այդ նամակի որոշ տվյալներ, տեղեկություններ բովանդակային առումով, որովհետև այդ նամակում կան որոշ տեղեկություններ, որոնք կարող են աղերսվել պետական եւ ծառայողական գաղտնիքի հետ, ուստի դրանք ես անհրաժեշտությանից ելնելով նույնիսկ եւ օրենսդրության արգելքի պայմաններում չեմ կարող հրապարակել, բայց այնուամենայնիվ ես կուզենամ, որ դուք ծանոթ լինեք, թե 6 տարի առաջ ես ինչեր եմ առաջարկել գործող իշխանությանը, ընդ որում փաստաթղթով, գրավոր, ուղարկել եմ Հայաստանի Հանրապետության կառավարություն, ուղղված Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Եվ ես ցավով պետք է արձանագրեմ, եթե ականջալուր լինեին, մանրակրկիտ ուսումնասիրեին ներկայացված առաջարկները, փորձեին նույնիսկ մասնագիտական քննարկում կազմակերպել, փորձ արվեր նաև այլ կողմնակի անձանց աչքով գնահատել ներկայացված առաջարկությունները, սիրելի բարեկամներ, եւ ես կարծում եմ, ես խորապես համոզված եմ, որ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում զինված ուժերում բազմաթիվ ուրեմն արատավոր երևույթներ վերացվեին կամ նվազեցվեին կամ չեզոքացնեին։ Ինչևէ, քանի որ փաստաթուղթը ծավալուն է, սիրելի բարեկամներ, ես կփորձեմ յուրաքանչյուր դրույթ հրապարակել ու դրա վերաբերել իմ տեսակետը արտահայտել, հետեւյալ բովանդակությունն է կրել Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ նամակը, իրապես մտահոգված լինելով ստեղծված իրավիճակով, պարտքի գիտակցության զգացումով, հարկ եմ համարում ձեզ ներկայացնել մի քանի առաջարկներ, ընդ որում այդ առաջարկները թվով 40 են, սիրելի բարեկամներ, ես հիմա կհրապարակեմ այդ առաջարկների մեծ մասը, որում դուք կտեսնեք, թե ես 6 տարի առաջ ինչեր եմ առաջարկել Հայաստանի Հանրապետության գործող իշխանությանը զինված ուժերում արմատավորված խորհի բացասական բարքերը վերացնելու համար։
Եվ ընդգծել եմ հետևյալը, կարծում եմ, որ հնարավոր կլինի որոշակիորեն բարձրացնել զինված ուժերի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը, նպաստել զորքերի բարոյակողբանական մթնոլորտի առողջացմանը, կանխել ոչ ֆորմալ ինստիտուտների տարածումն ու հանցավոր բարքերի արմատավորումը։ Ինչևէ, անցնենք առաջ, հարգելի բարեկամներ, իմ փակ նամակը ուղղված Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթավերնագրեր է գրել եւ առաջին վերնագիրը ունի հետեւյալ անվանումը զինված ուժերի հետագա զարգացման ուղղված մի քանի առաջարկներ, սրանք թվով 40 են այս առաջարկները եւ ես հիմա հրապարակեմ հերթով այդ առաջարկները, որպեսզի դուք տեսնեք, թե 6 տարի առաջ 2020 թվականի փետրվարին ես ինչ առաջարկներ եմ ներկայացրել։ Զինված ուժերում գոյություն ունեցող խորքային բնույթ կրող խնդիրների լուծումը կարող է տրվել միայն համալիր փոփոխությունների իրականացման արդյունքում։ Այդ խնդիրների շրջանակը գրեթե հայտնի է եւ ունի առանցքային մի քանի ուղղվածություն։ Առաջին, բանակում դեռևս ամբողջությամբ հաղթահարված չէ անպատժելիության մթնոլորտը եւ ՀՀ օրենսդրությունը կիրառվում է ընտրովիաբար եւ հայեցողական մակարդակով։ Ցավով պետք է արձանագրենք, սիրելի բարեկամներ, որ շատ բան չի փոխվել։ 6 տարի առաջ էլ նույն ընտրովիություններ կիրառվում, հիմա էլ շատ դեպքերում կրկին մենք նույն հորի բարքերի հետ ականատես ենք։ Երկրորդ, իրականացվում է սխալ կադրային քաղաքականություն, բազմաթիվ ունակ սպաներ տարիներ շարունակ դուրս են մնում ուշադրության կենտրոնից, առաջխաղացման ցուցակներից եւ շարունակում են մնալ ստվերում։ Ես այս կետի կապակցությամբ հիմա էլ ուզում եմ բարձրաձայն արտահայտել, սիրելի բարեկամներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աքիլեսաշան գարշապարը սխալ կադրային քաղաքականությունն է։ Մենք չունենք, այդպես էլ այս տարիների ընթացքում ցավոք սրտի չկարողացանք ձևավորել ինտելեկտուալ սպայական վերնախավ։ Ես ձեզ հավաստիացնում եմ, սպայական վերնախավի կայացումամբ է պայմանավորված բացառապես մեր զինված ուժերի զարգացումը եւ հենց այստեղ սպաների ոչ պրոֆեսիոնալ եւ ճիշտ կադրային քաղաքականության բացակայության պատճառն է, որ մենք գործ ունենք այսպիսի ողբերգական դեպքերի։ Երրորդ, վտանգված է զինծառայողների կյանքի իրավունքը։ Ամբողջությամբ չեն գործում զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնակարգ օրենքի դրույթների պահանջները։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բողոքարկման ինստիտուտը չի կայացել եւ չի կայանում զինված ուժերում։ Այս մասին ես նշել եմ դեռևս վարչապետին, դիմել եմ, ուղարկել եմ փակ նամակով 2020 թվականին։ Չորրորդ, իսպառ բացակայում է մարդու որպես բարձրագույն արժեքի նկատմամբ սրտացավություն ու հարգանքը։ Հինգերորդ, զինված ուժերը դեռևս ամբողջությամբ ձերբազատված չեն կոռուպցիայից։ Ես հիմա էլ նույն պնդումները անում եմ, իդեպ սիրելի բարեկամներ։ 6-րդ, զինված ուժերում հովանավորչությունը, սոցիալական անարդարությունը խարխլում է կանոնադրական հարաբերություններն ու բանակի հիմքերը, սպաների եւ զինվորների միջև, խնդրում եմ ուշադրություն, սպաների եւ զինվորների միջև գերիշխում է վստահության ճգնաժամը։ 7-րդ, բանակը փակ համակարգ է, որտեղ գերիշխում են, ցավալիորեն գերիշխում են գողական եւ ոչ ֆորմալ բարքերը, կանոնադրական հարաբերությունները ստորադասված են չգրված ֆորմալ ինստիտուտներին ու անառողջ արժեքային համակարգին։ 8-րդ, հետաքննության եւ նախաքննություն իրականացնող մարմինները հրամանատարության հետ միասին կոծկում են հանցագործությունները եւ իրական հանցագործներին կամ լիարժեքորեն չեն բացահայտում անհրաժեշտ պրոֆեսիոնալ ունակությունների բացակայության կամ հանցավոր անփութության պատճառով։ Եվ 9-րդ, պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի ղեկավար կազմը լիարժեքորեն չեն տիրապետում իրավիճակին, բանակը ղեկավարվում է իներցիոն ուժով։ Ահա այս 9 ախտորոշումներն եմ ես ներկայացրել գործող իշխանության, գործադիր իշխանության ղեկավարին դեռևս 6.5 տարի առաջ փակ նամակի տեսքով։ Եվ ինչ եմ առաջարկել հանցավոր բարքերի վերացման ուղիների մասին։ Ես ինչ եմ առաջարկել։ Հիմա հրապարակում եմ իմ առաջարկները, սիրելի բարեկամներ, խնդրում եմ ձեզանից յուրաքանչյուրը թող կարող է ինքը իրենով հետևությունների
գա եւ համապատասխան եզրակացություններ անել։ Տարիների մասնագիտական աշխատանքն ինձ բերել է այն համոզմանը, որ զինված ուժերում հանցագործությունների ճնշող մեծամասնության պատճառը ոչ ֆորմալ ինստիտուտների գերիշխումն է։ Այդ հանցագործությունների հիմքում հիմնականում առկա են դեռևս գոյություն ունեցող այն հանցավոր արժեքները, որոնք ցավալիորեն հասարակությունից ներթափանցել են բանակ։ Զինված ուժերում հանցավոր աշխարհի բարքերի ներթափանցումը չափազանց բացասական երևույթ է, որոնք անմիջապես սպառնալիք են ստեղծում զինված ուժերի մարտունակությանը։ Այդ արժեքների գործունեության արդյունքում անխուսափելիորեն խաթարվում է օրինականության սկզբունքը, զինված ուժերի կանոնագրքերը, հեղինակազրկվում է սոցիալական արդարության գաղափարը, ոտնձգության թիրախում հայտնվում է զինծառայողների անձնական արժանապատվությունը։ Սրան զուգահեռ այդ արժեքները կրող անձիկ փորձում են ստեղծել իրենց պատկերացած ոչ ֆորմալ վարքականոնները, ինքնատիպ սոցիալական միջավայրը, արդյունքում կառուցվում է հանցավոր մի համակարգ հիմնված խեղաթյուրված չափանիշների եւ մարդկային հարաբերությունների խորտ պատկերացումների վրա։ Ցավոք սրտի, այդպիսի ոչ ֆորմալ վարքականոնների խնդրում եմ այստեղ ուշադրություն, սիրելի բարեկամներ։ Ես ինքս 6.5 տարի առաջ ինչ եմ ուղարկել գրել Նիկոլ Փաշինյանին։ Ցավոք սրտի, այսպիսի ոչ ֆորմալ վարքականոնների ցցում դրսևորումներից է դեռևս գոյություն ունեցող այն հակականոնադրական, ես կասեի հակամարտկային վարքագիծը, երբ մարտական հերթապահության մեջ գտնվող զինվորի գլխին Դամոկլյան սրի պես կախված է չքնելու երաշխիք հանդիսացող հայոյանքը։ Այլ կերպ ասած, շատ ուղղակի կերպով ասվում է, ով դիրքում քնի նրա, սիրելի բարեկամներ, եւ հայոյանք։ Այս ամենի մասին ես 6 տարի առաջ իմ մասնագիտական գործունեության արդյունքում ձևավորած պատկերացումներն ու տեղեկությունները ներկայացրել եմ փակ նամակով գործող իշխանությանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ընդգծելով տարիների տխուր վիճակագրությունը ցույց է տալիս արձանագրելու, որ այսպիսի անարժանապատիվ իրավիճակում հայտնված զինվորները հայտնվում են հոգեբանական ընկճված վիճակում եւ առհասարակ զինծառայողների միջև փոխադարձ հայոյանքները երբեմն ավարտվում են կամ ինքնասպանությամբ, կամ սպանությամբ։ Ում համար պարզ չէ, որ նման հայոյանքի պայմաններում հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները, մեր երիտասարդության տաքարյունությունը, զգայունությունը, իրենց ծնողների նկատմամբ նման հայոյանքների առկայությունը, ում համար պարզ չի, որ դա կարող է եւ բերում է ողբերգական հետևանքների։ Այս տարվա հունվար ամսին էլ նման ողբերգական դեպք արձանագրվեց, երբ մի քանի ամիս զորակոչված զինծառայողի նոր կյանքը զրկվեց էլի նման առերևույթ տխրահռչակ պատճառով։ Ես կարծում եմ, որ 6.5 տարիները բավարար էր զինված ուժերում իրականացնել այնպիսի խորքային բարեփոխումներ, որը հնարավորություն կտան արմատախիլ անել զինված ուժերում այդ բացասական եւ իրոք տխրահռչակ չակերտավոր ավանդույթը։ Եվ ես նշել եմ իմ գրությամբ, գտնում եմ, որ բանակից ընդհանրապես պետք է արմատախիլ արվի ծեծն ու հայոյանքը, որևէ զինծառայող, անկախ իր պաշտոնից ու կոչումից, շարքայինից մինչև գեներալ չպետք է ենթարկվի որևէ նվաստացման։ Եվ հիմա էլ օգտվելով առիթից ես պարզապես խնդրում եմ զինված ուժերի հազարավոր սպաների եւ զինծառայողների, հարգելի բարեկամներ, հարազատներ, ընկերներ, եղբայրներ, խնդրում եմ ուղղակի վերացրեք զինված ուժերից ծեծն ու հայոյանքը եւ բազմաթիվ հանցագործություններ կվերանան։ Այն սպան, ով հայոյեց եւ նվաստացեց որևէ զինվորի, սիրելի բարեկամներ, նա կորած անձնավորություն է եւ պետք է շատ արագ ուղղակիորեն լիկվիդացվի զինված ուժերից եւ ճիշտ հակառակը, այն զինվորը, այն ենթական, ով կհամարձակվի, ով կհանդգնի վիրավորել իր վերադասին կամ չենթարկվել իր վերադասին, ով փորձ արեց սահմանել սեփական խաղի կանոնները, որոնք դուրս են բանակային կանոնագրքերի սահմաններից, նույնպես պետք է մեկուսացվի։ Անհրաժեշտ է հասնել նրան, որ սպան բանակում
իրական հեղինակություն վայելի։ Ես անկեղծ եմ ասում, բանակի կորիզը հիմքը առանցքը ողնաշարը սպան է, եւ այդ սպան պետք է բանակում հեղինակություն վայելի։ Մեկ ուժեղ գնդի զորամասի հրամանատարը կարող է իսկական բեկում առաջացնել զինված ուժերում եւ կարգ ու կանոն հաստատել զինված ուժերում։ Անհրաժեշտ է, ես որևէ կասկած չունեմ, սիրելի բարեկամներ, որ այսպես կոչված չակերտավոր հեղինակությունները, ցավոք եմ ասում, այդպես կոչված հեղինակությունները պետք է չեզոքացվեն, հանցավոր մտայնությամբ ու արժեքներով առաջնորդվող զինծառայողների հետ պետք է տարվի խիստ, շատ խիստ ու հետևողական աշխատանք այդ մտայնությունը, այդ հանցավոր մտայնությունը զինված ուժերից ուղղակիորեն վերացնելու համար։ Զինված ուժերի ղեկավարումը, սիրելի բարեկամներ, բացառապես պետք է իրականացվի ֆորմալ ինստիտուտների, ասել է թե զինվորական կանոնագրքի ոգուն եւ տարին համապատասխան առանց որևէ բացառության։ Ես սա ուղարկել եմ այս առաջարկությունները, հիմա հրապարակել եմ Նիկոլ Փաշինյանին։ Զինված ուժերում պետք է իսպառ վերածվի անպատժելիությունը, պետք է հստակ գործի խրախուսման համակարգը։ Ստվերում մնացած եւ անհրաժեշտ կարողություններ ունեցող սպաները պետք է գնահատվեն։ Կյանքը ցույց է տալիս, որ բազմաթիվ ստվերում մնացած սպաներ կան, որոնք չեն գնահատվում, որոնք չեն առաջ խաղացվում, որոնք համարժեք ուրեմն կոչման չեն արժանանում եւ հիասթափված դուրս են գալիս զինված ուժերից։ Իսկ շատ անարժաններ այսօր զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ, սիրելի բարեկամներ։ Անհրաժեշտ է զրո հանդուրժողականության սկզբունք կիրառել, որդեգրել որևէ տեսակի հովանավորչության ու կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ։ Հարգելի բարեկամներ, բանակում այսպես կոչված լավ տղան պետք է լինի ամենակրթված, ամենաինտելեկտուալ եւ ամենի խելացի զինվորն ու սպան։ Բանակը շատ զգայուն է եւ շատ ծանր է տանում խտրականությունը։ Սա պետք է բոլորի համար օղ լինի։ Խտրականությունը շատ ծանր է նստում բանակի վրա։ Զինվորների միջև խտրականության դրսևորումը հոգեբանական սթրես է ստեղծում մյուսների մոտ։ Այսքանը արձանագրելուց հետո, ներկայացնելուց հետո, սիրելի բարեկամներ, ես նշել եմ Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ նամակում փակ, ելնելով ստեղծված իրավիճակից առաջարկում եմ զինված ուժերում ստեղծել լուրջ ու կայացած հոգեբանական ծառայություն։ Ընդ որում, ես չգիտեմ, այս իմ առաջարկներից հետո բանակում իրոք փորձ արվեց ստեղծել հոգեբանական ծառայություն, բայց արդյոք մենք կարող ենք այսօր խոսել կայացած հոգեբանական ծառայության մասին, արդյոք մենք կարող ենք խոսել այդ ծառայության արդյունավետության մասին, թե ոչ։ Երկրորդը, մինչև մարտական հերթապահության անցնելը հոգեբանական աշխատանք իրականացնել մարտական դիրքեր մեկնող զինծառայողների հետ, պարզելու համար նրանց հոգեբանական վիճակը, պատրաստվածությունը, հնարավոր ընկճված լինելու հանգամանքը, որևէ խնդիր ունենալու առկայությունը կամ դրա բացակայությունը։ Լավ, ես ուղղակի ապշում եմ, միթե հնարավոր չի մարտական հերթապահություն ընդգրկվելուց կամ մեկնելուց առաջ հատուկ բոլոր ամբողջ անձնակազմի հետ անհատապես տանել հոգեբանական աշխատանք, նույնիսկ օպերատիվ միջոցներով պարզել այդ անձնակազմի մոտ առկա խնդիրները, անձնական, կենցաղային, ընտանեկան, զինվորական ծառայության։ Ես կարծում եմ, որ այս խնդիրները այս ոչ մատների արանքով նայելու արդյունքում են այս ողբերգությունները ծնվում։ Երրորդ, ռազմաուսումնական հաստատությունները նոր ավարտած դասակի հրամանատարների հետ իրականացնել կոնկրետ մասնագիտական, հոգեբանական, ռազմամանկավարժական ադապտացիոն ուսումնական գործընթաց, իրենց ենթակա ստորաբաժանումները ղեկավարելու, հրամանատարական ձիրք ձեռք բերելու եւ շարքային կազմի հետ հաղորդակցման ճիշտ միջոցներ կիրառելու նպատակով։ Սիրելի բարեկամներ, ես կարծում եմ, սա ամենագլոբալ խնդիրներից մեկն է։ Մեր կրտսեր հրամանատարական կազմը զինված ուժերում կայացած չի։ Դասակի հրամանատարների այդ շերտը կայացած չի, նրանց եւ զինծառայողների միջև հարաբերությունները շատ դեպքերում աղբերական, ընկերական, տղայական հարաբերություններով է կառուցված, որը բերում է այսպիսի ողբերգությունների։ Եթե դասակի հրամանատարը, Վաշտի հրամանատարը իր տեղում եղավ, ես ձեզ հավաստիացնում եմ, զինծառայողների միջև հարաբերությունները շատ ավելի առողջ է լինելու, ըստ ստորադասությանը լինելու, ըստ ծառայողական բնույթի է լինելու։
Հաջորդը ուղղակի առաջարկել եմ գործող իշխանությանը ուղղակի կայացնել սերժանտական ինստիտուտը։ Սերժանտները պետք է կրեն իրենց վրա շարքային կազմի անմիջական ղեկավարման բեռը, հիմնված բացառապես զինվորական կանոնագրքերի եւ իրավանորմերի վրա։ Զինված ուժերի ղեկավարությունը պետք է հնարավոր ամեն ինչ անի քաջալերելու սերժանտական կազմին։ 5. Իսպառ վերացնել սոցիալական անարդարության մթնոլորտը, որևէ մեկի համար, որևէ մեկի բարեկամը, ծանոթը, ընկերոջ եւ գեներալի որդին կամ գեներալի ընկերոջ որդին չպետք է ունենա առավելություն որևէ զինվորի նկատմամբ, սիրելի բարեկամներ։ 6. Զինծառայողների խրախուսման համակարգում առավելագույնս ապահովել արդարության գաղափարը բացառելով որևէ խտրական մոտեցում։ 7. Խորքային ուսումնասիրության ենթարկել զորքերում վերակարգերի ընդգրկման մեթոդաբանությունը։ Թվում է, թե ինչ-որ գեղեցիկ ձևակերպված նախադասություն է, միտք է, բայց ձեզ հավաստիացնում եմ, հենց այս վերակարգերում ընդգրկվող անձնակազմի ճիշտ ընտրությունն է կարող է չեզոքացնել բազմաթիվ հանցագործություններ։ Խելոք երեխեքին բռնում են, օրը մեջ նշանակում են վերակարգերի, սիրելի բարեկամներ, արդյունքում էլի անարդարության մթնոլորտն է գերիշխում եւ այսպես կոչված շուստրիները դուրս են մնում վերակարգերում ընդգրկվելուց, մարդական հերթապահության մեջ ընդգրկվելուց, նրանց փոխարեն այլ խեղճերն ու խելոքներն են ընդգրկվում մարդական հերթապահության։ Իսկ այստեղ սպաների դերն ու առաքելությունը շատ կարևոր է, եթե չասեմ առանցքային է։ Հաջորդը բոլոր զորամասերի այսպես կոչված, խնդրում եմ ուշադրություն դարձնել, բոլոր զորամասերի այսպես կոչված հեղինակություններին, այդ լավ տղա ասվածներին, իհարկե Վազգեն Սարգսյանի ժամանակ նման փորձ արվել է, բայց հիմա ժամանակները փոխվել են, հնարավոր է, որ նորից նույն մեթոդը կիրառել ու այլ արդյունքի հասնել պոզիտիվ առումով։ Բոլոր զորամասերի այսպես կոչված հեղինակություններին ճակերտավոր, ժամանակավորապես տեղափոխել ռազմական ոստիկանության ենթակայության տակ գործող զորամասեր, նրանց հետ իրականացնել անհատական, հոգեբանական, մանկավարժական աշխատանք եւ արդյունքների հիման վրա ընդունել համապատասխան որոշումներ։ Լավ դժվար էր 6-7 տարիների ընթացքում ականջալուր լինել ներկայացված առաջարկներին ու փորձել նույնիսկ հղկել, շտկել, ուղղել, խմբագրել այս առաջարկները եւ իրականացնել համապատասխան աշխատանք։ Հաջորդը քննության առնել զինված ուժերում այսպես կոչված հեղինակություններին, ուշադրություն դարձրեք, ես ինչ եմ առաջարկել, քննության առնել զինված ուժերում այսպես կոչված հեղինակություններին, հենց այդ հիմքով քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություն եւ լրացում իրականացնելու հնարավորության հարցը, որովհետեւ ինչ է ստացվում, մի կիսագրագետ, որը կարող է տարբեր սոցիալական միջավայրերում տարբեր գաղափարներով համեմված ու այդ գաղափարների ազդեցության տակ փորձի հակականոնադրական իր կամքը թելադրել ամբողջ անձնակազմին, փաստորեն չկա որևէ իրական լծակ այդ անձի վարքագիծը պատշաճ դարձնելու համար։ Հետևաբար կարծում եմ հնարավոր է քննարկել նաև այդ կոնտինգենտին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով լիկվիդացնելու հարցը։ Հաջորդը ստեղծել ու կայացնել ժամանակակից սպայի ու հրամանատարի կերպար։ Այդ նպատակով ես դեռևս 2020 թվականին ինչ եմ առաջարկել գործող վարչապետին 2020-2022 թվականների ընթացքում իրականացնել կադրային լրջագույն բարեփոխումներ հրամանատարական միջին ու բարձրագույն օղակներում։ Զինվորի համար ամենաօրինակելի կերպարը, սիրելի բարեկամներ, խնդրում եմ սա մեկը միշտ հիշեք, ցանկացած զինվորի համար իր համար ամենաօրինակելի կերպարը պետք է լինի իր գնդի հրամանատարը, իր կորպուսի հրամանատարը եւ իր պաշտպանության նախարարը։ Ես ձեզ հավաստիացնում եմ, ինձ համար մեր զինվորական ծառայության տարիներին, ինձ համար որպես զինծառայողի շարքային, ես 1997-1999 թվականներին եմ ծառայել մեր զինված ուժերում, ինձ համար օրինակ էր իմ գնդի հրամանատարը, իմ զորամիավորման հրամանատարը եւ իմ պաշտպանության
պաշտպանության նախարարը։ Հիմա մեզ համար ամեն ինչ պետք է անենք, որ մեր զինվորի համար դաստիարակման օրինակ հանդիսանա հենց գնդի հրամանատարը, հենց զորամիավորման հրամանատարը, հենց պաշտպանության նախարարը։ Հաջորդը բանակից ուղակի խնդրում եմ ուշադիր լսեք, բանակից պետք է ուղղակի հեռացնել բիզնեսմեն հրամանատարներին, բառից բուն իմաստով եմ ասում, բիզնեսմեն հրամանատարներին, նախ պետք է բոլոր հրամանատարները ստանան արժանապատիվ աշխատավարձ, որ նրանք երբեք չմտածեն ուրիշ բանի մասին, բացի իրենց հիմնական աշխատանքից, բայց եթե կան բիզնեսմեն հրամանատարներ, ուրեմն պետք է նրանց հեռացնել բանակից, սպայական եւ հրամանատարական կազմը տառացիորեն պետք է զերծ մնան թեկուզ անուղղակիորեն գործարարությամբ զբաղվելուց կամ այդ գործընթացում որևէ ձևով ներքաշվելուց։ Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։ Սպայի հրամանատարի թիվ 1 խնդիրը զինվորական ծառայությունն է։ Սելի բարեկամներ, ես հավաստիացնում եմ, ես միայն կարող եմ ոգևորվել ու ողջունել, եթե մեր զորամասի հրամանատարը, մեր զորամիավորման հրամանատարը, մեր ցանկացած սպան ստանան բարձր աշխատավարձ, ինչքան նրանց աշխատավարձերը բարձր լինի, իրանք իրենց հիմնական մտայնությունը կուղեն զինվորական ծառայությանը։ Հաջորդը զինված ուժերում բոլոր զորամասերում 2020 թվականից սկսած 5 տարվա ընթացքում ձևավորել համակարգչային լսարաններ։ Ես դեռևս 2020 թվականին սա առաջարկել եմ գործող իշխանությանը, ասել եմ ամոթ է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրված չի համակարգիչներով, որ ամբողջ զորքը պետք է աստիճանաբար թվայնացվի, որ կարողանա տեխնոլոգիական գիտելիքներին տիրապետի, որ կարողանա այս նորագույն դարաշրջանում կարողանա իր եւ գիտելիք ձեռք բերի եւ իր գիտելիքները կարողանա կիրառի։ Հաջորդը հնարավորություն ստեղծել, որպեսզի բոլոր սպաները եւ ժամկետային զինծառայողները տիրապետեն համակարգչին եւ ուսումնական process-ը աստիճանաբար անցկացնել համակարգիչների միջոցով։ Իսկ ինչ ենք անում մենք, գնացեք ցանկացած զորամաս եւ կտեսնեք դասապրոցեսը ինչպես է կազմակերպվում։ Հաջորդը ուժեղացնել ախտագծով զորամասերի հրամանատարների օղակը, այն ժամանակ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալներ էին կոչվում, հետագային փոխեցին բարոյահոգեբանական ինչ-որ գծով հրամանատարի տեղակալներ անվանեցին։ Այդ անձնակազմի գծով տեղակալները ժողովուրդ պետք է իրենց վերապավի զորամասի հրամանատարի առաջի տեղակալին հավասարազոր հնարավորություն ու լիազորություններ, որպեսզի նրանք կարողանան իսկապես առավել լայն լիազորություններով աշխատել անձնակազմի հետ։ Հաջորդը հիմա գանք բանակից մի պահ վերադառնանք քաղաքացիական հասարակություն։ Ես դեռևս 2020 թվականին այս փակնամակով առաջարկել եմ գործող իշխանությանը արմատապես վերանայել զորակոչային քաղաքականությունը, ազատականացնել զինապարտերի բժշկական փորձաքննության կարգը, իսպառ բացառել հիվանդ զինծառայողների զորակոչիկների զորակոչը զինված ուժեր։ Ես դες հավաստիացնում եմ, հարգելի բարեկամներ, շատ մեր բանակը ավելի մարտունակ կլինի 3000-ով պակաս կոնտինգենտով, բայց առողջ լինի, քան մենք առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներին բանակ ենք զորակոչում, որից հետո առաջանում են բազմաթիվ խնդիրներ։ Պետությունը կրում է ահռելի նյութական միջոցներ, ծախսում է այդ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկների բուժման նպատակով։ Հոսպիտալները գերհագեցած են լինում եւ արդյունքում մենք բանակի մարտունակության վրա դա չի ազդում, եթե չասեմ հակառակը։ Հաջորդը Այստեղ ես ուշադրություն եմ դարձում եւ կրկին անգամ վերահաստատում եմ իմ առաջարկը։ Ես դեռևս 20 թվականին առաջարկել եմ բոլոր զորամասերին կից ստեղծել ծնողական խորհուրդներ։ Ի վերջո, եթե մենք չենք կարողանում այս երեխեքի վրա 18-ից 20 տարեկան, անհրաժեշտ է ծնողական խորհուրդներ ստեղծել, ծնողներին ինչ-որ չափով ներգրավել զորամասերում տիրող վիճակը չեզոքացնելու, հաղթահարելու համար։ Ծնողների ներգրավումը նման խորհուրդներում վստահաբար ավելի բարի, ավելի հանդուրժող մթնոլորտ կստեղծի զորամասերում։ Ծնողական խորհուրդների հիմնական առաքելությունը պետք է միտված լինի օգնելու հրամանատարական կազմին, զորքերում բարոյահոգեբանական դրական մթնոլորտ ապահովելու գործում։ Ծնողների խորհրդի մեջ ընդգրկելով ինչպես
դրական զինծառայողների, շարքային սերժանտների եւ պարտադիր բացասական ցուցանիշներով ցածր կարգապահություն եւ առաջադեմություն ունեցող զինվորների ծնողներին, այսինքն եւ դրական կերպար ունեցող զինծառայողների ծնողները պետք է ընդգրկվեն այդ խորհրդում եւ բացասական, քանզի շատ դեպքերում 18 տարի լրացած պատանիների մոտ ձևավորվում է անձնական ինքնապատասխանատվություն, իսկ շատ դեպքերում երեխաների մոտ ստեղծված խնդիրների համար պատասխանատու են հենց ծնողները։ Նման խորհուրդը հնարավորություն կտա ապահովել դրականի եւ բացասականի վառ տարբերությունը։ Ես հիմա էլ պնդում եմ այս առաջարկությունը, սիրելի բարեկամներ։ Հաջորդ առաջարկությունը, որ ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանին, զինված ուժերում ներդնել զինվորական ծառայության վայրի ռոտացիոն համակարգ։ Յուրաքանչյուր զինվոր առնվազն 1 տարի պետք է պարտադիր ծառայություն անցկացնի հենակետային զորամասում, իրականացնելով մարտական հերթապահություն։ Այսինքն այն ժամանակ 24 ամիս էր, ես առաջարկում էի, որ 1 տարի եթե ծառայում է, ենթադրենք Երևան քաղաքում կամ Երևանամերձ զորամասում, հաջորդ 1 տարին ինքը ծառայի մարտական հերթապահությունում։ Դա կնպաստեր նաև կոռուպցիոն դրսևորումների չեզոքացմանը։ Ծառայության առաջին 6 ամիսները բավարար են զինծառայողներին նախապատրաստել հենակետային զորամասերում։ Կարծեք թե այս ծրագիրը կյանքի են կոչել եւ հիմա առաջին 6 ամիսների ընթացքում մեր զորակոչիկները ծառայում են հենակետային զորամասերում։ Այս համակարգերի ներդրումը հնարավորություն կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը եւ նշանակելիորեն ապահովել սոցիալական արդարությունը։ Հաջորդը ամբողջովին վերանայել պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվող ամսական դրամական բավարարումների համակարգը, տրամադրման կարգը։ Այս ոլորտում ոչ միայն առկա են կոռուպցիոն ռիսկեր, այլև բազմաթիվ հանցագործություններ ծնվում են հենց այս գումարների շրջանառության արդյունքում։ Սիրելի բարեկամներ, ես անկեղծ եմ ասում, զինված ուժերի իմ ուսումնասիրությունների արդյունքում պարտադիր ժամկետային զինվորական կազմին տրվող դրամական ամսական բավարարումները հաճախ չեն ծառայում իրենց նպատակին։ Այսպես կոչված այդ խառոշիները երբեմն հավաքում են անձնակազմից այդ գումարները եւ ծախսում իրենց նպատակների համար, որով ըստ էության խաթարվում է սոցիալական արդարությունը։ Հաջորդը 3 տարվա ընթացքում լրջագույն բարեփոխումներ իրականացնել զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համակարգում, ստեղծել այնպիսի սոցիալական ապահովման մեխանիզմներ, որը հնարավորություն կստեղծեր խրախուսելու բանակի համալրումը։ Զորակոչիկը ոչ թե պետք է ցանկացած գնով շահագրգռված լինի ազատվելու զինվորական պարտադիր զինվորական ծառայությունից, այլ պետք է լինի ճիշտ հակառակը, սիրելի բարեկամներ։ Ժամկետային զինծառայողին զորացրվելուց հետո պետք է տրվի անհրաժեշտ հնարավորություն քաղաքացիական կյանքում կայանալու եւ ընտանիք կազմելու համար։ Ներողություն։ Հաջորդը արմատապես վերանայել պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվող արձակուրդների ժամկետները։ Եթե սպաների արձակուրդի տևողությունը կապված զինվորական ծառայության ժամկետի հետ յուրաքանչյուր տարվա համար սահմանված է 30, 40 եւ 45 օր, ես հարց եմ բարձրացրել գործող իշխանության առաջ, ապա որ տրամաբանությամբ է պարտադիր ժամկետային զինծառայողին 24 ամսվա, այն էլ չակերտավոր բարեխիղճ զինվորական ծառայության համար տրվում ընդամենը 10-ից 20 օր տևողությամբ արձակուրդ։ Ես դες հավաստիացնում եմ, եթե պարտադիր ժամկետային զինծառայողի բարոյական վիճակի նորմալ ապահովման, նրա մարտական պատրաստականության վիճակը մշտապես բարձր պահելու համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր պարտադիր ժամկետային զինվորական ծառայողի յուրաքանչյուր 6 ամիսը մեկ տրվի, ասենք 7 օրյա պարտադիր արձակուրդ։ Նման համակարգի ներդնումը, սիրելի բարեկամներ, ոչ միայն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, այսինքն ցանկացած պարտադիր ժամկետային զինծառայող կիմանա, որ 6 ամիս մեկ ինքը 7 օրով գալու է տուն, էլ քերի չի մեջ բերի, հոպարին չի խնդրի զանգել այս կամ այն գեներալին, ծանոթ բարեկամ չի գտնի, այս կամ այն սպային չի շահագրգռի կամ, չգիտեմ, տարբեր բացասական եղանակներով փորձի ազդել, որպեսզի արձակուրդ գա։ Այսինքն 6 ամիսը մեկ ես առաջարկել եմ պարտադիր ժամկետային զինծառայողներին տալ 7 օրով արձակուրդ եւ
վստահեցնում եմ ձեզ, բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր չեզոքացնեն, բայց դա կնպաստի նաև տվյալ զինծառայողի բարոյական վիճակի վրա։ Նման համակարգի ներդրումը ոչ միայն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը զորքերում, այլև առավելագույնս կվերացնի ծնողների կախվածությունը հրամանատարների հայեցողական վերաբերմունքից եւ զինվորները հնարավորինս ապահովագրված կլինեն կամայական վերաբերմունքի դրսևորումներից։ Ես դեռևս 2020 թվականի փետրվարին, հարգելի բարեկամներ, Նիկոլ Փաշինյանին ուղղված իմեյլ փակ նամակում 21-րդ կետում առաջարկել եմ վերաիմաստավորել հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների դերն ու առաքելությունը զինված ուժերում։ Ես հոգևորական չեմ եւ հոգևոր դաստիարակրթություն չեմ ստացել, բայց ես կարևորել եմ հոգևոր դասի ներկայությունը զինված ուժերում։ Բայց ոնց հասկացա, ընդհանրապես հոգևոր դասի ներկայությունը զինված ուժերում ընդհանրապես դադարեցվեց։ Հաջորդը նոր որակ ու բովանդակություն հաղորդել բանակ հասարակություն կապերին, ամբողջովին մշակել զինված ուժերի գործունեության վերաբերյալ, խնդրում եմ ուշադրություն, ամենակարևոր հարցերից մեկն եմ ես առաջարկել։ Զինված ուժերի գործունեության վերաբերյալ ես առաջարկել եմ մշակել քարոզչության եւ տեղեկատվության տրամադրման նոր համակարգ։ Այս տարիների ընթացքում այդպես էլ այդ զինուժից կամ չգիտեմ տարբեր հաղորդումներից բացի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առօրյա կյանքի, զինվորի առօրյա գործունեության, սպաների կայացման, սպաների կենցաղի, նրանց ընտանիքների, նրանց դաստիարակության, չգիտեմ նրանց առօրյայի, մեր բանակի կերպարի վերաբերյալ այդպես էլ տեղեկատվական, ժամանակակից պահանջներին համահունչ քարոզչական համակարգ չձևավորվեց, այսպես էլ մեր բանակի մասին իրական, հողից ծնված ֆիլմեր, վավերագրական, փաստական, ինչու՞ չէ նաև գեղարվեստական ֆիլմեր չձևավորվեցին, որով մեր զինվորները պետքա դաստիարակվեն ու դաստիարակվեն։ Հաջորդը պաշտպանություն, ինչ եմ առաջարկել։ Այստեղ մի երկու կետ կա, որ ես չէի ուզենա, դրանք որոշակորեն աղերսվում են, հարգելի բարեկամներ, աղերսվում են մեր պետական եւ ծառայական գաղտնիքի հետ, ես չէի ուզենա դրանց մասին խոսել։ Ինչ եմ առաջարկել պաշտպանության համակարգում եւ ընդհանրապես զինված ուժերում։ Ես նույնիսկ դրա մասին 2017 թվականին հրապարակել էի գիտական հոդված ուսումնասիրելով Շվեյցարիայի, Գերմանիայի, եվրոպական տարբեր երկրների փորձերը, ես առաջարկել էի զինված ուժերում ներդնել ռազմական օմբուդսմենի ինստիտուտը։ Ես հիմա էլ մնում եմ այդ կարծիքին, որ Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է ստեղծել զինված ուժերի ռազմական օմբուդսմենի ինստիտուտ։ Դա բավականին ծավալուն, սիրելի բարեկամներ, ակադեմիական մակարդակով հրապարակվող տեքստը ես չեմ ուզենա ձեզ ծանրաբեռնել, ես քիչ հետո այս տեքստը հնարավորության սահմաններում ամբողջությամբ հրապարակելու եմ եւ դուք կարող եք մանրամասն ծանոթանալ իմ առաջարկություններին։ Եվ ինչ եմ առաջարկել նաև հաջորդը ես գործող վարչապետին 2020 թվականի փետրվարին առաջարկել եմ ստեղծել որակապես նոր ազգային ռազմակրթական համակարգ, որում մանրամասն նշել եմ հետևյալը. ռազմական անվտանգության ապահովման ազգային երաշխիքը մարտունակ արդիական սպառազինությամբ զինված մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ունակ ռազմական անվտանգության սպառնալիքների կանխման ու չեզոքացմանը պատրաստ զինված ուժերն են։ Գաղտնիք չէ, որ զինված ուժերի կորիզը կազմում են սպայական ու ենթասպայական կազմը, առանց ինտելեկտուալ եւ բարձր որակավորում ունեցող սպայական կազմի ապահովման հնարավոր չի լինի կայացնել մարտունակ եւ իր առջեւ դրված խնդիրները լուծելուն ունակ զինված ուժեր։ Զինված ուժերի 2018-2024 թվականների արդենականացման ծրագրի համաձայն նախատեսվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հիմքի վրա ստեղծել արդիական ենթակառուցվածքներով եւ ուսումնական ծրագրերով համալրված մեկ միասնական ռազմական համալսարան։ Հարգելի բարեկամներ, ես այստեղ նշել եմ մեր դիմորդների քանակի վերաբերյալ,
Ներողություն եմ խնդրում մեր դիմորդերի քանակի վերաբերյալ արդ երկրում սովորող դիմորդերի ըստ պետությունների թվականակի վերաբերյալ որոշակի տվյալներ ես ներողություն եմ խնդրում դրանք չեն կարող այս պահին հրապարակել դրանք ամենայն հավանականությամբ դասված են պետական եւ ծառայական գաղտնի տեղեկությունների շարքին ներողություն եմ խնդրում բայց ձեզ հավաստիացնում եմ մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում ես սա փակ նամակով ուղարկել եմ գործող վարչապետին կներեք ես սրանք չեմ հրապարակում եւ ընդգծել եմ հետեւյալը ընդգծել եմ դեռևս 2020 թվականի փետրվարի 20-ին որ այս համատեքստում տարածաշրջանում առկա հակամարտությունների ու կոնֆլիկտների բնույթը Հայաստանի պարտադրված պատերազմի մեջ ներքաշելու հավանականությունը Հայաստանի պաշտպանական ու ռազմավարական անվտանգության հուսալի ապահովման հանգամանքը ստիպում են ստեղծել այնպիսի ազգային ռազմակրթական համակարգ, որը կկրթի զինվորական այն վերնախավը, որը մի կողմից կդառնա զինված ուժերի միջուկը, ապահովելով նրա անշեղ ու բնականon զարգացումը, մյուս կողմից անհրաժեշտ պահին կդառնա այն լոկոմոտիվը, որը կլուծի Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային խնդիրները, ապահովելով նրա անվտանգ ու հարատև գոյակցությունն իր ամբողջական հայրենիքում։ Սիրելի բարեկամներ, նույն փակնամակում ես առաջարկել եմ ներդնել նաև երկու բանակի մոդելը, որը ես գիտական հոդված էի հրապարակել այդ մասին դեռևս 2017 թվականին, որում ես ընդգծել է այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է ստեղծել երկու բանակի մոդելով զինված ուժեր, դա առաջի բանակը գործող բանակն է, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը, որը աստիճանաբար պետք է խարսխել պրոֆեսիոնալ բանակով եւ աստիճանաբար մեր վերջնական նպատակը պետք է լինի պրոֆեսիոնալ բանակի անցմանը, եւ իսկ մյուս բանակը դա այսպես պատկերավոր ասած մեր պահեստազորային բանակն է, որը պետք է ժամանակ առ ժամանակ հզորացվի, մարտական պատրաստականության մակարդակը բարձրացվի եւ ձևավորվի իսկապես արդի պահեստերին համապատասխան մարտունակ պահեստազորային բանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր պահեստազորային բանակի թվակազմը օբյեկտիվորեն ավելին է, քան պարտադիր ժամկետային զինվորական ծառայության գործող բանակը։ Եվ որպես վերջաբան գործող վարչապետին նշել է հետևյալը, որ հեռու եմ այն մտքից, որ ներկայացված առաջարկություններն անթերի են եւ չունեն հղկման, ուղղման եւ լրացման անհրաժեշտություն, բնականաբար ներկայացված առաջարկությունները ենթակա են փորձագիտական մշակման համալիր ուսումնասիրման, որի արդյունքում վստահ եմ, որ հնարավոր կլինի ձևավորել զինված ուժերի պահեստերին համահունչ ծրագրեր ու կյանքի կոչել։ Եվ վերջում բարի ծառայություն եմ ցանկանում զինված ուժերի ողջ անձնակազմին եւ խաղաղություն մեր երկրին։ Ահա, հարգելի բարեկամներ, ես դեռևս 6.5 տարի առաջ 2020 թվականի փետրվարի 19-ին այսպիսի փակ նամակ եմ ուղարկել գործող վարչապետին, իմ մտահոգություն ու տագնապը բարձրացնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում տիրող հոռի բարքերի, գողական բարքերի, հանցավոր բարքերի վերացմանը մասին եւ խնդրել եմ, առաջարկել եմ իմ կողմից վերը նշված առաջարկությունները, գաղափարները կյանքի կոչել, ակնկալելով, որ դրանք կնպաստեն մեր զինված ուժերում տիրող իմ նշած բարքերը վերացնելու համար։ Ես ամբողջությամբ վերահաստատում եմ սիրելի բարեկամների իմ առաջարկները։ Ես գտնում եմ, որ այդ առումով մենք 6.5 տարի կորցրել ենք։ Իհարկե զինված ուժերում ինչ-որ գործընթացներ տեղի են ունենում, զինված ուժերին հատկացվող գումարների ծավալները մեծացել է, մեր ռազմական բյուջեն ավելացել է, բայց գիտեք ինչ, ոչ մի գրոշի արժեք չունի այդ ներդրումը, եթե զինված ուժերում զինվորի կյանքը, սպայի կյանքը արժևորված չի, զինծառայողների իրավունքները պաշտպանված չեն, զինծառայողները չեն վայելում մեկը մյուսի հարգանքը, զինված ուժերում կարծեք թե ամեն զորամասում, այսպես ասած, պայթուն է հասունանում ու մի օր պայթում է։ Ամենից առաջ զինված ուժերում պետք է ոչ թե խորհրդարանում ուզում եք բարեկիրթ մթնոլորտ ձևավորեք իշխանություններով ու ընդդիմություններով, շատ լավ ձեր իրավունքն է, բայց այդ բարեկրթությունը լավ կլինի ձևավորեք նաև զինված ուժերում, սպաների միջև, զինծառայողների միջև, շարքայիններից միջև գեներալի միջև։
Ես ձեզ հավաստիացնում եմ, մենք պարտավոր ենք ուղղակի ձևավորել մարտունակ բանակ, պրոֆեսիոնալ բանակ։ Ինձ համար յուրաքանչյուր զինվորի մահ անձնական ողբերգություն է։ Ես մահանում եմ յուրաքանչյուր զինվորի մահվան հետ, ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Ես դժվար է ճանաչել, շփվել, հոգեբանական առումով դժվար է այս առումով այդ իրավիճակին դիմանալ։ Ես ուղղակի խնդրում եմ պատասխանատու անձանց, բանակը ես երբեք չեմ դարձրել քաղաքական շարժման առարկա, բայց ես որպես քաղաքացի իմ տագնապն ու բողոքն եմ բարձրացնում, չի կարելի այսպես վերաբերել զինվորի կյանքի հետ, չի կարելի այսպես վերաբերել սպայի ճակատագրի հետ։ Ես պնդում եմ, բանակի կորիզը սպան է, եթե մենք չենք կարողացել այս ժամանակահատվածում ձևավորել էլիտար սպայական շերտ, մենք չենք կարողացել այս տարիների ընթացքում սպաներին ապահովել արժանապատիվ աշխատավարձով, լուծել նրանց կոմունալ կենցաղային հարցերը, մենք դատապարտված ենք ամոթ այն բոլոր պատասխանատուներին, որոնք չեն արդարացրել իրենց եւ չեն արդարացնում իրենց։ Բանակում բեկում է անհրաժեշտ դրական առումով։ Բանակում անհրաժեշտ է իրականացնել շրջադարձային քայլեր։ Ընդամենը 1 տարին բավարար է, որպեսզի զինված ուժերում արմատապես փոխվի զինված ուժերի դեմքը, զինված ուժերի կառավարման փիլիսոփայությունը, զինված ուժերի ու անձնակազմի բարոյահակաբանական մակարդակը։ Հայ զինվորը պետք է կարողանա գիտակցել իր առաքելություն ու դերն, նա վստահ պետք է լինի, նա ուժեղ պետք է լինի։ Հայոց բանակի հրամանատարը պետք է արժանապատիվ լինի, պետք է վստահ լինի, պետք է ուժեղ լինի։ Ամփոփելով այսօրվա իմ խոսքը, ես ցավակցում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրենց զինվորական պարտքը կատարելիս կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված մեր հազարավոր զինծառայողների ընտանիքներին, խոնարհում ես մեր բոլոր զոհվածների լուսավոր հիշատակի առաջ, ծնկաչոք եմ լինում մեր եռաբլուրի առաջ, մեր բոլոր այն զինծառայողների շիրիմների առաջ, որոնք ամփոփված են Հայաստանի ամբողջ տարածքում։ Թող լինի վերջի զոհը, սիրելի բարեկամներ, բայց մեզանից էլ շատ բան կախված կա։ Մենք պետք է կարողանանք օգնենք բանակին, ուղղակիորեն օգնենք մեր կարողություններով, չչարախնդանք, սա մեծագույն աղետ է, զինվորի մահը մեծագույն աղետ ու ողբերգություն է, չչարախնդանք, կարողանանք օգնել մեզանից յուրաքանչյուրը իր տեղում, իր դիրքում, այս արատավոր, այս հորի բարքերը վերացնելու համար։ Ես ամաչում եմ, որ 18-20 տարեկան երեխաները, զինծառայողները իրար հայոյում են, ասում են ով քնի կամ ով չքնի։ Չի կարելի, տղեկ ջան, ձեր ցավը տանեմ, չի կարելի հայոյել իրար, չի կարելի։ Ծնողները մեր ազգային առանձնահատկություններով պայմանավորված ծնողները մեզ համար սրբություն են, չի կարելի ծնող հայոյել, չի կարելի ու վերջ։ Ես խնդրում եմ իմ այս տեսանյութը տարածեք հնարավորինս շատ, սիրելի բարեկամներ, թող հասնի բոլոր զինծառայողներին, թող հասնի բոլոր հրամանատարներին։ Ես ինքս պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմաններում ցանկացած զինծառայողների հետ հանդիպելուց խոսել այս մասին, քարոզել, խրատել, դաս տալ, չգիտեմ ինչ անել։ Ժողովուրդ ջան, ես հավաստիացնում եմ ձեզ, ձեզանից յուրաքանչյուրը այսօր զինվորի մահվան բոդ լսելով ինքը մահանում է։ Եթե ինքը իհարկե սրիկա չի։ Ես կարծում եմ ցանկացած գիտակից մարդ մեռնում է, երբ լսում է զինվորի մահվան մասին։ Հետևաբար իմ խնդրանքս, եկեք փրկենք մեր բանակը, այս չարիքից փրկենք մեր բանակը։ Ես անկեղծ եմ ասում, ինձ համար ոչ մի այստեղ իշխանություն, ընդդիմություն, քաղաքական համակրանք, քաղաքական հակակրանք գոյություն չունի։ Ես խնդրում եմ, ես նաև որպես զինվորի ծնող, իմ տղաս էլ այսօր համապատասխան զինվորական պատրաստություն է անցնում ու պետք է զորակոչվի շուտով զինված ուժեր։ Ես խնդրում եմ ձեզ, եկեք ամեն ինչ մեզնից սկսենք, ամեն մեկը իր տեղում, իր դերում, եթե փորձի օգտակար լինել մեր բանակին, փորձի որևէ չարիք չեզոքացնի, ես կարծում եմ կշահենք բոլորս, կհաղթենք բոլորս, կնպաստենք մեր երեխաների անվտանգության ապահովմանը։ Հարգանքներս ձեզ,
Շնորհակալություն ուշադրության համար, հնարավորության դեպքում խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, բարին ընձեզ, առաջիկայում հնարավորություն կլինի էլի կհանդիպենք այս ձևաչափով տարբեր այլ առիթներով, հարգանքներս ձեզ, լավ եղեք, բարի գիշեր ձեզ, խաղաղություն մեր երկրին եւ խոնարհումս մեր զոհված զինծառայողների լուսավոր հիշատակի առաջ ու փառք այս պահին մարտական հերթապահություն իրականացնող ու սահմանում կանգնած մեր ամբողջ զինվորական անձնակազմին ու փառք հայոց բանակին, հարգանքներս ձեզ սիրելի բարեկամներ։